Ուրեմն այսօր մեկնարկեց մարդկային պատմության ամենախայտառակ պարլամենտի Անդրանիկ նիստը, ամենայն դեպս ես սրանից խայտառակ պարլամենտ չեմ տեսել, չեմ կարծացել, ես չգիտեմ, իսկ եթե ես չգիտեմ, դժվար թե մեկ իմանան ու չի եղել սրանից խայտառակ պարլամենտ եւ ժողովարչապետը նորից վերանշանակվեց Հայաստանի ժողովարչապետ Ռուբինյան Ռուբոնել, Ռուբինյան Կարոյի վաստակը դարձավ ազգային ժողովի նախագահ։ Ինչ ասեմ, Ռուբինյան Կարոն մարդ չէ եւ այնքան չկա մարդ դրան շնորհավորի իր զավակի հաջողության համար, բայց մարդը կարողացավ էլի իր վաստակին դարձնել պետության երկրորդ դեմք, նախանձելու բանը չէ, որ նախանձես, դե շնորհավորելն է, ասի դրանց չի կարելի շնորհավորել։ Հիմա մնում է սպասենք, երբ պիտի Ռուբինյան Ռուբոն զբաղվի հոր Ռուբինյան Կարոյի ազնականով ապագայով, կոմերցիոն քաղաքական ապագայով, օրինակ հիմա դե արդեն զորեղ տղա է, կարծում եմ հենց վաղվանից թող Ռուբինյան Ռուբոն իր թուրքական կոլեգաների հետ, թուրքական հետախուզության ջանքերով մեծ պարվաբոզ գտնեն Ստամբուլում հայ, էթնիկ հայ պարվաբոզ, հորը մի անգամ էլ տնպես աղվակեն, այս անգամ է թող գնա Ստամբուլ տնպես Ռուբինյան Կարոն, դե Բեյրութ գնաց երևի շահույթ է ինչեր, թե ինչև է, չստացվեց, չկպավեն անգամ, բայց Ստամբուլ որ գնա արդեն, ինձ թվում է կկպնի միանշանակ մենք միայնակ պարվաբոզեր կունենանք Ստամբուլում եւ հուսանք, որ Ռուբինյան Ռուբոն որպես հայ օջախի տղա, հայ հայրենասեր մարդու վաստակ հորով կզբաղվի, թե չէ տղեն ափսոսա էլ այստեղ պարապանգորս մնա, մի բան չի։ Այդ պիղծ անձնավորության մասին որ խոսք գնաց, ավելացնեմ եւ հիշեցնեմ, որ երբ օրը կգա գրվի անկախ Հայաստանի արևմտականների սրբապղծությունների անթոլոգիա, հավատացեք Ռուբինյան Կարոն իր ուրույն տեղը կունենա այդ հանրագիտարանում, որովհետև հենց այդ պիղծ ազնվորություններ, դեմոկրատ, բան, ՀՇ-ի, բան, ՀՇ-ում թափտպուկ էին, չէ՞ բոլորը։ Անգամ զարմանում ես, թե այդքան թափտպուկ ոնց մի կտուրի տակ հավաքվեց և ինքնստինքյան անալոգիա է ստանում բոլշևիկների հետ, երբ մարդիկ զարմանում են, թե լավ այդքան հանճարեղ մարդ միաժամանակ նույն քաղաքում, նույն շենքում ոնց իրար գլխի եկան, չէ, դե ասինքն Լենին, Ստալին, Լունաչարսկի, Չիչերին, Սվերլով, Ձերժինսկի, Տրոցկի եւ այլն դե հիմա նույնը կարելի է այստեղ զարմանալ, թե այդքան թափտպուկ, պիղծ թափտպուկ ոնց կարողացավ Տեր-Պետրոսյան Լևոնը համախմբել իրար շուրջ, բայց բանալես, Ռուբինյան Կարոյի մասին ասեմ, որ նրա ամենամեծ ներդրումը Հայաստանում այն էր, որ ինքը առաջինը քրեական հեղինակություններին բերեց քաղաքականությունը։ Այսինքն դա նրան ուղղահուն էր, ինքը ֆայմեց, որ ապեջան թաղային հեղինակությունը, հիմա դրան գող կասես, գողական կասես, ինչ կասես, ինքը ձայնաբեր ազնվորություն է, ինքը հարգված է, բնակչությունը իր ձայնին կարծիքին ականջալուր է եւ երջանկահիշատակ կյաժի միջոցով ինքը սկսեց այդ պրոցեսը, այս մասին հին երևանցիները գիտեն, այս մասին մենք գիտենք, հիշում ենք եւ դա առաջինն էր, որը Տեր-Պետրոսյանին ներկայացրեց այդ կոնցեպտը, նա հավանության տվեց եւ նա սկսեց այդ ամենը իրականացնել մեր քաղաքական իրականության մեջ։ Եվ հիմա որ Փաշինյանն Նիկոլն իր արևին գողականը ուզում է արմատախիլ անել, դեղ ոնց են ասում, հանցաքրեական ենթամշակույթ թե ինչ։ Նա էլ տեղեկացված կլինի, թե այդ քրեական ենթամշակույթը ով է բերել, բայց Փաշինյան Նիկոլը դա
իրեն հո չի կպնում, ինքը մինչև մի ես նրան գողական եմ համարում, նրա թե բառապաշարը, թե նրա վարքագիծը, թե նրա բանը, էլի սենց կզսնեմ, զաստավի տանեմ կանֆետին, հացին կակա ասեն, ես կոմեն էտ ամեն ինչը բան ինչ է։ Նույնը շատ հեռու չէ, դրանց թիմից որևէ մեկը։ Անգամ նորընտիր Ռուբինյան Ռուբոն, որը ինձ թվում է հոր մուրազը կիրականացնի, մի հատ պարվաբոս կճարի, որը հեշտական անգամ կուղարկի տնպեսա, հերը կգնա, նոր աներանց եղած չեղածը կլապի, կթալանի, էլի հետ կգա։ Հետո 5 տարուց եթե մի հատ ընտրվես Ռուբինյան Ռուբոն ես անգամ, թող որը արդեն ուղարկի Փարիզ, Փարիզում եք ունենանք միայնակ հայ պարվաբոզեր, թող գնան վայելեն ինչ ասեմ։ Ինչն է ինձ վրդովեցնում, էլի, քանի որ ես արդարություն եմ միշտ սիրում, անարդար բաների ես չեմ կարող չարձագանքել։ Տեսեք, այն Կոնջորյան Հայկի կնգա հետևից են ընկել, թե «Յա, դրա եղած ինչա վնասով աշխատող պետական հիմնարկում ամիսը $10,000 աշխատավարձ է ստանում»։ Տեղից ցավը չի պատճառում նրա աշխատավարձի մեծությունը կամ այն, որ հայ փոստի հերն է անիծած, հիմա եղած չեղած իմ համար միևնույն է։ 10,000 կստանա կամ բայց ուղղակի ասեմ, որ ժող վարչապետը հեչ արդարության սկզբունքները չի պաշտպանում իր հիմնարկում։ Տեսեք, դրա կնիկը արտաքինից երևում է, որ բավական բարձր որակի եվրաբոզ է դրա կնիկը։ Լավ, ինչի այդ կնոջը չուղարկես իր չվերադարձնես իր բնական միջավայր։ Կուրտիզանությունը դրա արյան մեջ է։ Թող գնա ախպեր ջան, սրանց 4 կողմի փողատերերով են, դրան իհարկե շգեղ կյանք կապահովեն, ամիս էջի պես 20-30,000 տուն կտանի, իսկ այդ պետական պաշտոնը, թող բաժին հասի մեկ այլ Թիմաքսու Փաշինյան Նիկոլի, որը ասենք արտաքինից աճորնի է, դրան 41 թվի պայմաններում ոչ ոք մատով չի կպնի, ասենք, հա։ Ասենք Դավոյան Արփին, այն հուժբազը, որ ոչինչ, եվրաբոժի գերի բոզակ, իրովականցիա չի, բայց երեխայի ասում են ունեցել է ծավոք սուտի, թող գնա բան անի, այդ $10,000 ինքը տուն տանի։ Ափսոս չի, 10,000-ը պետությունից տանում է այն կինը, որը պոտենցիալ 20-30,000 աղջիկ է։ Կարծում եմ, ժող վարչապետը ճիշտ կանի, որ եթե ուզում ես ուստա ժող վարչապետ Հայաստանում արդարություն վերականգնես, քո շարքերից սկսի այդ վերականգնումը։ Դու քո շարքերի մեջ արդարություն բան արա, հիմնիր, կայացրա արդարություն, նոր ընկի երկրի մակարդակով, նենց որ հուսամ շատ շուտ այդ կադրային որոշումը կընդունվի, Կոնջորյան Հայկի եվրաբոս կնիկը կվերադառնա, իր բնական աշխարհ, իր նախկին միջավայր եւ այդտեղ կզբաղեցնի, ասենք, Դավոյան Արփի նման կամ նրանից բետար մի անճորնի, դե մի կներեք էլի Փաշինյան Նիկոլն է հիմա հայ բախտը, նրա կողով բոլորը որակով ասենք գեղեցկուի եվրաբոզեր չեն։ Որակն են պատահում, չէ՞, Դավոյան Արփին մեկ է, Բաղդասարյան Նազոկա, Լեննականցի խայտարակությունը, այն երկու շատերն են նրա կողքը, որ հեշ կուրտիզանության բան չեն, էլի։ Դրա համար գոյություն ունեն աստվածստեղծելապետական պաշտոններ լապելու համար, թող գնան դրանք լապեն այդ յուղոտ պաշտոնները։ Իսկ մի բան ինձ ինչ տխրեցրեց այսօր, որ Վարդևանյանին Արամին տարան Ռուբինյան Ռուբոյի տեղակալ։ Նախ նորից ասեմ, չեմ օգնի ասելուց, որ ես կտրուկ համաձայն չէի, որ ընդդիմությունը գնա խորհրդարան եւ բացատրում էի հիմնականը պատճառը, որ ես համարում էի չգնան, այն էր, որ սրա լեգիտիմությունից ընդհանրապես զրկեն։ Սրան եւ սրա պարլամենտը, սրա կառավարությունը, որովհետեւ աշխարհում չկա այդպես բան, երբ ընդդիմությունը չկա պարլամենտում։ Վրաստանում կա հիմնական ընդդիմությունը, բայց ինչ-որ ընդդիմադիր ֆրակցիա գոնե կա այնտեղ։ Ու մի հատ է չէ։ Եթե դուք սրան զրկեիք, դուք չգնայիք, սա կմնար պարլամենտում միայնակ։ Բոլորը սրան կասեին, թե այդ ես ինչ ընտրություն ես արել, ես ինչ պարլամենտ ես հավաքել։
Հետո ա տեսել մարդը փողը տա կաշառքով դեպուտատ դառնա, հետո փողի վրա ցկի չգա պարլամենտ։ Դուք սրա լեգիտիմությունը կհավասարեցնեիք զրոյի։ Չարեցիք մի գնացիք լավ։ Լավ այդ խեղճ Արամին ինչի համար բան արեցիք, առաջադրեցիք Ռուբինյան Ռուբոյի տեղակալ։ Մի հատ կարդացեք, թե որն է նրա պարտականությունները։ Նա կատարում է ի պաշտոնի Ռուբինյան Ռուբոյի հանձնարարականները։ Բա որ Ռուբինյան Ռուբոնը նրան հանձնարարի, ասենք տուն տեղ թողնել, գնա տնփեսա, ասենք Ստամբուլ։ Արամին ինչ անի, չկատարի հանձնարարականը։ Դա դիսցիպլինայի խախտում կլինի։ Նա էլ լավ աշխատող է։ Կարող է ավելի այլանդակ բան հանձնարարի, ինչ անի այդ մարդը լավ։ Ես Արամի մորը գիտեմ, Արմինեին, հիանալի կին է, աշխատել ենք Սլավոնական համալսարանում ու զարմացած եմ, թե տիկին Արմինեն ոնց թույլ տվեց։ Ես օրինակ իմ տղին թույլ չէի տա։ Նախ թույլ չէի տա պարլամենտ գնա, երկրորդը թույլ չէի տա ում, բայց Ռուբինյան Ռուբոյի տեղակալ, ստեղ է ասած կառավուլ։ Ռուբինյան Ռուբոյի հանձնարարականները պետք է կատարի։ Իրեն։ Եվս մի բան ինձ տխրեցրեց, ես շատ ուզում էի, որ այսօր այս տիրադավ շահորդիներից մեկը գնալ օրներ սրանց պարլամենտը, բայց թե երևի մի քիչ խելք են ունեցել, այդ բանը չեն արել, ասիկեն են Տեր Արամ կոչվածը կամ Ուզդանավա Սարդա, դա գար մի հատ օրներ, բան դե պարզա հուսով եմ ընդդիմությունը կֆայմերին դալիքից կբասակայեր, դուրս կգար այդ պահին, բայց դուք պատկերացնում եք ոնց կպղծվեր սրանց ֆրակցիան, ինչ-որ մի խուժան տերտեր են բերում, Տեր Արամ, որը մի եկեղեցուց բնակարան է գցել, դատվում է Փաշինյան Նիկոլի դատարանն է չի թողնում, որ այդ բնակարանը վերադառնա իսկական տիրոջի եկեղեցուն։ Այդ էս մի հատ լակոտ տանեիք, պղծվեիք, էլի արագոնեք ուրախանայինք։ Ափսոս չեղավ։ Դե միակ խելացի բանը, որ ընդդիմադիրները որոշել են, այսօր պետք է գնան վեհապարի մոտ օրնության, թե թող գնան, ինչ ասեմ, կարևորը վեհապարը այդ պիղծ շենքը չմտնի, դրանց երեսները չտեսնի, թող գնան, դե այսօր նրանց համար թեթև օր էր, վաղվանից նրանց վիճակը կծանրանա, ինչ ասեմ, համբերություն նրանց բոլորին, մենք էլ հետևենք իրադարձությունների զարգացմանը, տեսենք, թե մարդկային պատմության ամենախայտարակ պարլամենտը ինչ պիտի բերի հայ ժողովրդի գլխին։ Եվս մի բանի վրա ուշադրություն դարձնեմ, երեք երկար խոսել եմ այդ մասին։ Այսօր ուզում եմ մի անգամ կրկնել, ավելի հստակ ձևակերպեմ միտքս։ Խոսքը Փաշինյան Նիկոլի էքսկլյուզիվության մասին է, երբ նա դժգոհում էր, թե Ռուսաստանն ուզում է մենք նրա էքսկլյուզիվ գործընկերը լինենք եւ ինքն է մեր էքսկլյուզիվը, բայց թե մենք ուրիշ ենք։ Մենք էքսկլյուզիվ չենք ընդունում։ Տեսնում եք, չէ՞, սրա անբարոյականությունը, ասում եմ, մեզ համար Ռուսաստանը Լեհաստանի պես բան է, Լեհաստանի, Ֆրանսիայի հավասար է, էլի, բայց չգիտես ինչու տարեկան 2-3 միլիարդ Ռուսաստանից են ուզում։ Իրանց զուկը, իրանց զիբիլը, որը ժողովարդապետը չի ուտում, որովհետև երևի զեկուցելն է, որ ուտելու բան չի, ավելի լավ է Ալիևի ուղարկած ասյութը ռոկեր։ Սկզբունքորեն Լեհաստան չեն տանում, ուզում են տանեն Ռուսաստան։ Ուստար ժողովարդապետ, եթե էքսկլյուզիվություն չես սիրում, մի քիչ բարոյական եղի, արդար եղի, նոր խոսեցի, որ դու արդար չես, որովհետև թույլ ես տալիս կատարյալ Եվրաբոզը պետական պաշտոն զբաղեցնի եւ $10,000 աշխատավարձ ստանա։ Դրան ուղարկի նրա մասնագիտությամբ։ Դավոյան Արփիին բեր պետական պաշտոնի վրա, որովհետև Դավոյան Արփիի վրա ոչ մի գլուխը տղամարդ 2 կոպեկ չի ծախսի։ Արդարություն է, չէ՞, նույնս տեղ արդար եղի։ Դու ուզում ես էքսկլյուզիվ չլիներ Ռուսաստանի համար, բայց ուզում ես Ռուսաստանը քո էքսկլյուզիվ սպոնսորը լինի։ Տենց բան չի կարելի թույլ տալ։ Եթե Ռուսաստանը Լեհաստանը քեզ համար,
Ֆրանսիան է հետը, ես չեմ խոսում Լյուքսեմբուրգը, էլ ինչ թափ-թփուկի երկիր կա քո սիրած երկրների մեջ։ Գնա, ասա, որ տղեկ ջան, եկեք ֆինանսապես իմ ջարմեն քաշեք։ Հակառակ դեպքում ինձ գործից կհանեն, էլ ժողովաշապետ չեմ աշխատի, Թրամփի թրիպն է փշալարից կախված կմնա, Թրամփի կնիկն էլ հետը։ Նայս որ հարկ համարեցի եւս մեկ անգամ կրկնեմ երեկվա միտքս, ամրապնդեմ, ինձ թվաց թե երեք լավ չմեկնաբանեցի։ Ինչևէ լավ մնացեք, շատ շուտով կհանդիպենք, պարապ կմնաք, բաժանորդագրվեք իմ ալիքներին, կոմենտներ գրեք, կպատասխանեմ հետաքրքիր կոմենտներին, բայց ձեռդ լայք դրեք։ Առայժմ